Բոլորիդ բարի երեկո, շատ երկար չեմ խոսալու, բայց կփորձեմ սաղ մտքերս, որը ես այսօր պլանավորել եմ անպայման արտահայտեմ, ուրախ եմ ձեզ տեսնել, ուրախ եմ ձեր կոմենտները կարդալ, ասեմ, որ նաև շատ կարևոր է ինձ համար ողջունել այն մարդկանց, ովքեր նայելու են ինձ YouTube-յան ալիքում, YouTube-յան ալիքներում, կոնկրետ ARM-լոգում եւ մնացածներում, ձեր կոմենտները, որը ես 3 համարը 2 ժամ ու կես կարդացա, իսկապես հիանալի է եւ երբ ես նայում եմ, որ 5, 6, 7 նախադասություն է գրում հետևորդը, ես հասկանում եմ, որ այդ մարդը, այդ անձնավորությունը, այդ հետևորդը ուզում է սաղ իր ասածները ինձ հասնի, ես շնորհակալ եմ դες դրա համար, քանի որ այդ ձեր կոմենտներից մենք ստեղծում ենք մի հատ դաշտ, որը մեր ժողովուրդը, մեր հետևորդները հետևում են եւ միանում են մեր կարծիքներին, եթերներում եւ ընդհանրապես երբ մենք զրուցում ենք իրար հետ։ Հուսով եմ, որ դուք լավ եք, լավ տրամադրության մեջ եք, ես հոյակապ տրամադրություն ունեմ, այսպես ասած աշխատանքային, առավոտյան, ցերեկը, երեկոյան, գիշերը, այո, պատրաստ եմ գիշերն էլ դուրս գամ եթեր կամ էլ նյութեր գրեմ, եթե դա պետք է մեր ժողովրդին կամ էլ մեր պետությանը, ասեմ, որ այսօր նշում է, դուք գիտեք, լրագրողի օրը եւ կուզենայի մինչ այս թեման շատ կարճ խոսամ Նիկոլ Փաշինյանի այցի մասին, որ պլանավորված է մոդակա օրերը, կոնկրետ խոսքը գնում է մայիսի 9-ին մասին, ահագին կարծիքներ եմ կարդում համացանցում, որ պետքա չգնա Փաշինյանը Մոսկվա, ես մի կողմից ասեմ, որ ձեզ հետ համաձայն եմ, որպես առանձին մի հատ անձնավորություն եւ քաղաքացի գտնում եմ, որ այո, պետքա չգնա, քանի որ այսպես ասած միշտ մենք վատ եք տրամադրված Ռուսաստանի հանդեպ, քանի որ Ռուսաստանից մենակ ինչ որ գիտեք ճնշումներ, սադրանք ուրիշ բան մենք չենք տեսնում, չենք լսում եւ դաժե այսօր դուք տեսաք չէ որ Մեդվեդևը, որը փաստորեն Պուտինի մարդն է եւ Պուտինի ասածն է կրկնում, տեսեք նորից սպառնում է Զելենսկուն, որ նայ նենց չլինի, որ մայիսի 10-ին, здравствуйте, մայիսի 10-ին вообще չլինի Կիևը, հա։ Եվ գիտեք, ինչքան էլ մենք ասենք հզոր է մեր վարչապետ եւ այլն, բայց եկեք չմոռանանք, որ մեզ են սպառնում, մենք էլ ենք վտանգի տակ եւ մի կողմից մենք ասում ենք Փաշինյանը պետքա չգնա, բայց մյուս կողմից եկեք չմոռանանք երկու շատ կարևոր բան։ Առաջինը վարչապետը եթե ինչ որ այց է կատարում ուրիշ երկիր, դա միշտ չի կապված դրա հետ, որ ինքը ուզում է թռնի կամ չի ուզում, հա, որպես Նիկոլ Փաշինյան անձնավորություն, ես վստահ եմ, որ ինքը չի ուզում թռնի, հա, քանի որ այդ շարքում չկա ոչ մի մարդ, որը իր մոտի կա, հա, հոգով եւ սրտով, բայց որպես Հայաստանի Հանրապետության վարչապետ, ով պատասխան է տալիս պետությանը, ժողովրդին ընդհանրապես, մեզ բոլորիս երևի ինքը պետք է թռնի եւ եկեք չմոռանանք, որ իր սեղանին էլ են դնում տարբեր կարծիքներ ինքը լսում, պետք է թռնի, թե պետք չի թռնի, տարբեր աչոթներ, հա, եւ այդ աչոթներից, այսպես ասած, ինքը որոշում է թռնի, թե չթռնի։ Եվ երկրորդ հարցը, որը ես կուզենայի նշել, որ տեսեք Ուկրաինայի հայերը ունեն մի հատ կարծիք, Ռուսաստանի հայերը ունեն ուրիշ կարծիք, բայց եկեք չմոռանանք, որ Հայաստանի Հանրապետության վարչապետը անելու է եւ անում անենց, ոնց հարմար է եւ ոնց օգուտ է Հայաստանի Հանրապետության, այսինքն եթե դուք ապրում եք Ռուսաստանում կամ Մոլդովայում կամ Ուկրաինայում, ձեր կարծիքը անպայման չի բռնի Հայաստանի Հանրապետության կարծիքի հետ, քանի որ պետք է մտածել ապրելով Հայաստանում, Հայաստանի շահերի մասին, ոչ թե ինչ է մտածում Ուկրաինայի հայը կամ չգիտեմ Մոլդովայի հայը, դուք ճիշտ հասկացեք, տենց է եւ տենց էլ անում է վարչապետը, տենց էլ անելու է եւ Աստված ոչ անի նստի հիմա շատ կներեք, հա, Ուկրաինայի հայերի գլխով ապրի կամ էլ չգիտեմ Ռուսաստանի հայերի գլխով ապրի, ոչ, այդ մարդը վարչապետ է եւ պատասխան է տալիս Հայաստանին, Հայաստանի ժողովրդին եւ անում անենց ոնց պետք է Հայաստանին։ Ես չեմ այսպես ասած sense աչ ու ցաղ գնալու, ուղիղ ասեմ, որ բոլորս փոքր երեխեք չեք եւ հասկանում եք, որ Պուտինը մեզ բոլորիս սպառնում է եւ Պուտինից ամենավատ բաները կարակ դուք սպասեք, ամենավատ բաները։ Ես դաժե չեմ ուզում հա ասեմ ինչ է, բայց այն որ այդ մարդը կարող է մեր գլխին սարքի լուբոյ օր, դա կա, ես դա չի նշանակում, որ մենք վախենում ենք, բայց մենք պետք է դա ֆիքսենք եւ պետք է մենք դրա մասին մտածենք, հա, եկեք լինեք ազնիվ, եթե այդ մարդը սպառնում է սաղ Եվրոպային, ինչա գիտեք թե Հայաստանի հետ ինքը կատակներով է խոսելու, նորից եմ կրկնում, դա չի նշանակում, որ մենք պետք է նապաստակի նման, այսպես ասած, երկու ոտի վրա կայնենք ու կատարենք այն, ինչ ասում են, բայց էլի պետք է սա ֆիքսվի եւ միշտ պետք է մեր, հա, այսպես ասած, գլխում դա պահենք։ Դա ինչ վերաբերում է այդ թեմային, հիմա անցնենք
լրագրողներին, ուզում եմ ասեմ, որ ահագին լրագրողներ կա եւ այսօր կփորձեմ մի քանի հատ գաղտնիքներ բացեմ։ Ահագին լրագրող կա, ում ես շատ եմ հարգում, շատ եմ սիրում, հավատում եմ այսօրվա դրությամբ, գիտեք, անհնարին է ասել, որ մարդուն կարաս դու վստահ լինես մարդու վրա 100 տարի, բայց եկեք ես խոսամ որպես լրագրողների մասին։ Սկսենք Նանե Իսրայելյանից, ում ես անձամբ չեմ ճանաչում, բայց ես գտնում եմ, որ ինքը շատ ուժեղ լրագրող է, շատ ազնիվ ու շատ համարձակ։ Այսօր Հայաստանի Հանրապետության տարածքում այսպես ասած, դերսկի ու պրաբիվնոյ լրագրողը Նանե Իսրայելյանն է եւ կոնկրետ այդ այսպես ասած այդ դրա համար ես իրան հարգում եմ, քանի որ ինքը անում է շատ ծանր աշխատանք, երբ մոտիկանում է եւ հարցեր է տալիս Լևոն Քոչարյանին կամ Ռոբերտ Քոչարյանին, հա, եւ եթե իր բարեկամները կամ ծանոթները նայեն իմ եթերս, ուզում եմ այսօր լրագրողի օրը, երբ մենք նշում ենք, ընդգծեմ եւ շեշտեմ իր անունը, Նանե Իսրայելյանի անունը։ Նաեւ շնորհավորում եմ այսօրվա տոնի կապակցությամբ Ռուբեն Մեհրաբյանը, որը շատ եմ հարգում, սիրում, դա չի նշանակում, որ մեր կարծիքները միշտ բռնում է իրար հետ, Յուրա ջան, սպասիբա։ Բայց Ռուբեն Մեհրաբյանը որպես լրագրող ահագին աճ ունի եւ դա այո, հիմա ես կասեմ, հա, եւ դա փաստ է։ Դավիթ Լևոնյանը հաստատ շնորհավորում եմ, ես այսօր իրան անձամբ գրել եմ եւ նորից ուզում եմ շնորհավորեմ Դավիթին, Դավիթը հիմա Սյունիքում է։ Կներեք, Մանեն ով է, մի հատ եթե կարելի է գրեք, Անդրանիկ ջան, Մանեն ով է, ես գուցե չեմ ճանաչում Մանեին։ Հա, իսկ ես շարունակեմ, նաև ես ասեմ, որ նոր եղել եմ, դուք գիտեք, Մկրտիչի մոտ, մի 5 օր առաջ ես այդ եթերը գցել եմ, Մկրտիչն էլ հոյակապ լրագրող է, նաև գիտեք, բոլորը ասում են, որ դերասան է, բանը մեր վայ աստված, անունը մոռացա։ Ֆրինյուսում ով է մեր հաղորդավարը։ Спасибо большое, Նարա, спасибо։ Ֆրինյուսում ով է հաղորդավարը հիմա։ Մեր համ բլոգերը, համ հաղորդավար ով է։ Спасибо, Գայանե ջան, спасибо։ Գնելը, հա, գնել Սարգսյանը, հա։ Տեսեք, գնելը բոլորը ասում են, որ ինքը բանա դերասան է, բայց տեսեք, գնելը աշխատում է հերոստա ալիքում, փաստորեն ինքը հերոստա ալիքի հաղորդավար է եւ ինքը որպես դերասան անում է լրագրողի գործ, լրագրողի աշխատանք, այո, ինքը իր ոճում է եւ գիտեք, նորից եմ կրկնում, ոչ մեկի մեջ ես չեմ կարող լինեմ վստահ, քանի որ ամեն օր ինչ-որ մի հատ դավաճան է դուրս գալիս, բայց գնելը 7-րդ տարին այդ տղուց ես վատություն տեսած չկամ։ 7-րդ տարին ես տեսած չկամ, որ ինքը փողով կամ չգիտեմ ուրիշի իր գլուխը ուտի ինքը վատություն անի։ Եվ այսօր ուզում եմ իրան ողջունեմ, ասեմ Գնել ջան, շատ եմ քեզ հարգում, սիրում։ Հույսով եմ, որ այդ ձև էլ մաքուր անձնավորություն կմնաս։ Էլի մենք կարամ ես լինի տարբեր կարծիքներ, տարբեր հարցերի շուրջ, բայց այն որ Գնելից կյանքում մի հատ վնաս չկա, մուտիլով կա, դիշով է տրյուկ, հաստատ կարամ ձեզ ասեմ։ Նայեմ եւ ուզում եմ Նանե Արզումանյանին շնորհավորեմ, սրտանց Վանիկ Նիկոյանը շնորհավորեմ, լրագրող M խմբագիրը։ Մենք իր հետ 7-րդ տարին ընկերություն ենք անում եւ ինքը կյանքում չի ծախվում։ Նանե ջան, քեզ էլ շատ մեծ բարևներ, դու հոյակապ լրագրող ես։ Ուզում եմ շնորհավորեմ իմ լավ ընկեր, մի հատ հոյակապ Լիլիթ Թադևոսյան-Բլեյան լրագրողին, ով աշխատում է Civic-ում։ Լիլիթը հոյակապ լրագրող է, ես գտնում եմ մեծ մակարդակ է դա եւ ինքը շատ հայրենասեր աղջիկ է, եթե Լիլիթը լսի անպայման, այո, Ժիրայր Ոսկանյանը, որից ես կյանքում վատություն տեսած չկամ, 7-րդ տարին եք շփում, բայց ես գիտեմ, որ Ժիրայրը կյանքում մեջքից չի խփի եւ ընդհանրապես ինքը այն տղանա, որ ոչ մեկի մեջքին չի խփի, սիրում եմ, հարգում եմ Ժիրայրին եւ ցանկանում եմ ամենալավը, հույսով եմ, որ ինքը կհոզորանա եւ իր ամեն ինչ լավ կլինի, ինքը իսկապես ազնիվ եւ համարձակ լրագրող է, շատ մեծ մակարդակով։ Անի Զաքարյանին ուզում եմ ողջունեմ եւ շնորհավորեմ։ Անի Զաքարյանը առաջ, եթե հիշում եք, ՀՄԵԿ-ի հաղորդավարն ա եղել, նորություններն էր վարում ժամի 9-ին։ Կապ չունի որտեղ է աշխատում Անի Զաքարյանը, ես իրան հարգում եմ, սիրում եմ եւ իր հանդեպ ես վերաբերում եմ որպես քույրիկ։ Ճիշտ ասած վերջերս շատ քիչ եք հանդիպում, բայց մեր հարաբերությունները այնքան ջերմ է, այնքան մոտիկ, որ կարամ ես ասեմ, որ իր հանդեպ ես որպես քույրիկ եմ վերաբերում եւ ամենալավն եմ ցանկանում։ Անի Զաքարյանը իսկապես հոյակապ լրագրող է, հոյակապ հաղորդավարուհի է եւ ես ամենալավն եմ ցանկանում Անի ջան քեզ, եթե դու լսես ու նայես իմ եթերը։ Նաեւ ասեմ, որ
Հիմա ես կարամ շարունակեմ պատմել սրան մասին ասել, եթե ինչ որ մեկի անունը չեմ տվել կներեք, բայց ասեմ որ նաև հոյակապ լրագրողը Նիկոլ Վարչապետի կինը, դա չի նշանակում, որ ինքը Նիկոլ Փաշինյանի կինն է, դրա համար եմ հիմա ասում եթերում, դա չի նշանակում, որ ինքը, այսպես ասած, հա, մեր Վարչապետի կինն է եւ այսպես ասած Նիկոլ Փաշինյանի ձեռնաիշխանությունը, դրա համար ես շնորհավորում եմ, քանի որ Աննա Հակոբյանի հետ այնքան եմ շփում, ինչքան դուք, ինչքան ձեզ ականջում այդ միջոցառումներին, այնքան էլ ինձ հավատացեք, բայց ուզում եմ նշել, որ ինքը միջ հիմա հայկական ժամանակի խմբագիրն է եւ ես տեսած չկամ, որ հայկական ժամանակը մուտիլով կանի եւ դա խոսում է նաեւ դա էլ է խոսում դրա մասին, որ լրագրողը հա մեծ մակարդակ ունի։ Ուզում եմ շնորհավորեմ Տարոն Չախոյանը, որը աշխատում է վարչապետի հետ, ես միշտ Տարոն Չախոյանից իր էջից կոպի եմ անում տարբեր տեքստեր ու հասկանում եմ, որ եթե ինքը աշխատում է վարչապետի հետ, ուրեմն իր գիծը ճիշտն է մեր պետության համար, միշտ իր տեքստերը ես կոպի եմ անում եւ Տարոն Չախոյանը այո գտնում եմ հոյակապ լրագրողը։ Հիմա տեսեք, հարգելի բարեկամներ, մի քիչ պատմեմ նաև իմ մասին, քանի որ այսօր մենք նշում ենք լրագրողի օրը։ Շատ ժամանակ ես կարդում եմ իմ մասին, որ բլոգեր Ռոման Բաղդասարյանը, ես բլոգեր չեմ, Ժորժ ջան, ես կյանքում չեմ եղել բլոգեր եւ ես այո, Նանե Իսրայելյանին ես շնորհավորել եմ արդեն Ռուբեն ջան։ Ուզում եմ նշել, որ ես բլոգեր չեմ եւ կյանքում բլոգեր չեմ եղել, բայց չգիտեմ ինչի բոլորը ասում են բլոգեր։ Բլոգերը դա այն մարդն է, ով փող է աշխատում։ Լևա ջան, պրիվետ։ Բլոգերին մենք բլոգեր մարդկանց երբ ասում եք բլոգեր, մենք պետք է հասկանանք ով է բլոգերը։ Բլոգերը դա այն մարդն է, ով փող է աշխատում համացանցում։ Ես ոչ մի գումար կյանքում այս վերջի 7-րդ տարին եմ, հա, այսինքն 2018 թվականից, այսպես ասած, ակտիվ աշխատում եմ համացանցում ու կյանքում $1, 1 դրամ, 1 ռուսական ռուբլի ես չեմ աշխատել, այնպես որ ես բլոգեր չեմ։ Եվ կուզենայի որ դուք այսօրվանից, եթե կարելի է, եթե ես կարամ ինձ թույլ տամ, Спасибо Գրիգորի։ Ես կուզենայի դուք չասեք որ ես բլոգեր եմ, քանի որ ես բլոգեր չեմ եւ ոչ մի կապ չունեմ բլոգերի հետ։ Երբ դուք ինձ ասում եք բլոգեր Ռոման Բաղդասարյան, մարդիկ մտածում են թե ես փող եմ աշխատում եւ այս 100,000 լինի, 500,000 լինի պրասմոտր Facebook-ում, TikTok-ում, թե չգիտեմ որտեղ, մարդիկ գիտեն թե ես դրա վրա փողեր եմ աշխատում, չկա տես բան։ Նորից բլոգերը դա այն մարդն է, ում քարտի վրա գումարներ է գալիս YouTube-ից կամ չգիտեմ TikTok-ից կամ չգիտեմ որտեղից։ Ուրեմն վստահ եղեք, որ ինձ ունեմ ուրեմն երկու քարտ, մեկը ռուսական բանկային քարտն է եւ հիշեցնեմ մեր հետևորդներին, որ արդեն 4-րդ տարին է, որ Ռուսաստանի սաղ քարտերը անջատված է YouTube-ից, TikTok-ից, այնպես որ Ռոման Բաղդասարյանը չի կարա ռուսական քարտի վրա գումար ստանա Facebook-ից, YouTube-ից կամ ինչ որ, հա, կայքից, քանի որ ռուսական քարտերը սանկցիաների տակ են եւ այնպես որ Ռուսաստանի քարտի վրա ես ոչ մի բան չեմ ստանում։ Մնում է հայկական քարտս, հայկական բանկային քարտը, այսինքն եթե ես բլոգեր եմ եւ գումարներ եմ ստանում, հայկական քարտից վրա պետք է գումարներ կա, բայց ուզում եմ նշել, որ իմ հայկական քարտս ես բացել եմ Հայաստանի Հանրապետության տարածքում եւ բանկային համակարգը, որտեղ աշխատում են մեր հայերը եւ ուժային կառույցները, ովքեր կարան նայեն իմ քարտից վրա բանա գալիս թե ոչ, եւ ուժային կառույցները եւ բանկային համակարգի աշխատակիցները կարան հաստատեն, որ Ռոման Բաղդասարյանը կյանքում մի հատ դրամ ոչ YouTube-ից, ոչ Facebook-ից իր քարտի վրա, իր հաշիվների վրա չի ստացել։ Այսինքն ես Հայաստանում մի կոպեկ չեմ աշխատել ոչ մի կայքից եւ դա նշանակում է, որ ես ոչ մի կապ չունեմ բլոգերների հետ։ Ես աշխատել եմ 1996-99 թվականին ռադիոյում, այսինքն ես լրագրող եմ, աշխատել եմ Ստեփանակերտում, Ղարաբաղի մայրաքաղաքում որպես հաղորդավար եւ ուղիղ եթեր եմ վարել։ Համարյա 3 տարի աշխատել եմ ռադիոյում, դա եղել է Ռադիո A+-ը, աշխատել եմ կարճ ժամանակ Արցախի հեռուստատեսությունում, աշխատել եմ համարյա 4 տարի Ռուսաստանում հեռուստատեսությունում վարել եմ ուղիղ եթեր, այսինքն 2 ժամանոց հաղորդում եմ վարել, հիմա ես ցույց տամ, որպեսզի դուք հասկանաք, որ ես ոչ մի կապ չունեմ բլոգերի հետ, զգավոր Եվ որպեսզի հասկանում եք, ահագին բաներ կա, որը ես պետք է ասեմ, թե չէ, եթե ես չեմ ասում, հա, մարդիկ ստեր են տարածում եւ ասում են, որ ես ինքնուրույն բլոգեր եմ։ Չէ, Ժողովուրդ ջան, ես ոչ մի կապ չունեմ բլոգերի հետ, հա։ Տեսեք, Добрый
вечер, уважаемые телезрители. Это очередной выпуск разговора с армянским акцентом. И мы вообще надеемся, что у вас начинается в 19:00. SDV հաղորդումներ են վարել ուղիղ եթերում։ Друзья, конечно, сегодня я буду вести эту передачу не один, а с девушкой, которая никогда не лезет в карман за словом. Եվ ասած հյուրեր են գալիս Название сайта, но они есть практически во всех странах в Европе. Երբ ինչ-որ մարդիկ ուզում են, գիտեք ինչ, երբ ինչ-որ մարդիկ ուզում են վիրավորեն եւ ասում են բլոգեր են, անգրագետ են, հարգելիներս, ես համարյա 4 տարի վարել եմ ուղիղ եթեր եւ սա Ռուսաստանի հայերը եւ արտասահմանում նայում են այդ ուղիղ եթերները եւ եւ սա ասում են հոյակապ հաղորդավար եմ եւ այլն շնորհակալ եմ, բայց դա տենց է եղել։ Ուղղակի պետք է նորից եմ կրկնում, ես պատմեմ դրա մասին, որպեսզի մարդիկ իմանան։ Այսինքն սա ուրիշ ոճ է, նաեւ մենք վարել ենք Ռուսաստանում ահագին փառատոներ, հա, ամենագլխավոր համերգները, այս հիմա ենք մենք աշխատում, հա, Facebook-ում։ Եկեք ցույց տակ մեր հետևորդներին։ Հա, ուրեմն ցույց տամ ձեզ ամենագլխավոր համերգը Ռուսաստանում, որը գլխավոր համերգները, որը անցնում է Կրեմլի, հա, դահլիճում, կուլտուրա կոնցերտ։ Հա, եւ Итак, я хочу сегодня. Սա շատ կարևոր է, որ պատմում եմ այսօր եթերում, քանի որ մարդիկ կան, ովքեր չգիտեն, Նին, спасибо большое, ցավը տանեմ։ Ուրեմն Կրեմլի դահլիճում ենք վարում այդ համերգները։ Добрый вечер, уважаемые дамы и господа. Добрый вечер, дорогие друзья. Вторую половину этого замечательного вечера с вами будут ведущие телеканала АРМ-ТВ, обворожительная Кристина Магакелян. И человек, который постарается разговаривать без армянского акцента, Роман Багдасарян. Հա, տեսեք, այսինքն ինչի համար եմ սա ցույց տալիս։ Հերոստա ալիքը դա մին ոճով ես դու վարում, Կրեմլի դահլիճում դա ուրիշ ոճ է։ Նաև ասեմ, որ այդ Կրեմլի հրամերգը, հերոստատեսությունը, ռադիոն, դրանից համարյա ոչ մի փող չկա, այսինքն ոչ մի գումար չկա, շատ քիչ գումար է։ Եվ ես վարում էի համերգներ, փառատոներ, հա, ասած Արմյան Ռասիի կամ չգիտեմ Զալատոյ Գրանատ, էլի այնտեղ համարյա գումար չկա։ Եվ գիտեք, երբ դու աշխատում ես հերոստալիքում կամ համերգներ ես վարում, դու չես կարա գոյատևես։ Եվ այո, ես ասեմ, որ ամենամեծ գումարները ես աշխատել եմ, երբ վարել եմ ինչ-որ յուբիլեյ, ինչ-որ հարսանիք, հա, եւ ես շատ եմ հարգում բոլոր մարդկանց, ում համար ես հարսանիք եմ վարել կամ էլ չգիտեմ ծննդյան օր, քանի որ այդ մարդկանց տված գումարով դու կարաս вообще գոյատևես։ Այսքան ասեմ, հա, այսինքն եւ ռադիոն եւ հերոստալիք եւ փառատոն ամենտեղ, հա։ Հիմա երբ մենք ասում ենք բլոգեր, Հայաստանում ինչ որ մարդիկ կան, երևի մտածում են, որ այստեղ միլիարդներ է ստանում, միլիոններ է ստանում, չկա տենց բան, նորից եմ կրկնում, այս սաղ եթերները ինչ ես գցում եմ, ինչքան հազարներ, 100,000 միլիոն, մի դրամ ես դրանից չեմ ստանում։ Հաջորդը, որը ուզում եմ ձեզ համար շատ կարևոր ինֆո տամ։ Հարգելի բարեկամներ, ես գտնում եմ, որ այն լրագրողները, ովքեր շփվում են չինովնիկի հետ կամ շփվում են օլիգարխի հետ, կապ չունի Քոչարյանական, Փաշինյանական, այն լրագրողները, ովքեր մարդկանց հետ շփվում են եւ հեռախոսի վրա իրանց զապիս են անում, ինձ համար այդ մարդիկ շատ կեղտոտ մարդիկ են։ Ես Ռոման Բաղդասարյանը կյանքում, հա, 7-րդ տարին աշխատում եմ։ Վստահ եղեք, որ ինձ վրա վստահ եղեք։ Ես Ռոման Բաղդասարյանը կյանքում ոչ մի մարդու հեռախոսի վրա զապիս արած չկամ, դիկտաֆոնի վրա զապիս արած չկամ, ես անհնարին է Ռոման Բաղդասարյանը ձեզ հետ հաց ուտեմ, հա, հաց ուտեմ, եւ սենց սեղանի տակ տելեֆոնը զապիս անեմ, որպեսզի դա օգտագործեմ ձեր դեմ։ Սա անհնարին է։ Այո, եթե ուրիշները ինձ գցեն, հա, եւ դա վտանգ է սպառնում պետությանը, այսինքն դա ուրիշներն են արել։ Ես դա օգտագործելու եմ, եթե դա Քոչարյանական է, եթե դա դեմ է մեր վարչապետին, մեր կառավարությանը, Հայաստանին է դեմ, բայց ես ուզում եմ իմ ընկերներիս, իմ հետևորդներիս դա հասկանան, քանի որ այսօր մենք նշում ենք լրագրողի օրը, տեսեք, լրագրողը ամեն կեղտոտ բանը պետքա չանի, կապ չունի դա պետք չի
բաներ կա, որը սրբություն է։ Եվ սա ինձ համար սրբություն է։ Ես ահագին մարդկանց հետ շփվում եմ, չինովնիկա, բիզնեսմենա, հա, տարբեր մարդիկ են։ Բայց հավատացեք, Հայաստանում ձեզ ոչ մեկ չի կարող ասել, որ Ռոման Բաղդասարյանը ինչ որ մեկին հեռախոսի վրա զապիս է արել ինքը, ես, այսինքն, ու օգտագործել դա։ Չի եղել դա, չկա տենց բան եւ չի լինելու կյանքում։ Եվ վստահ եղեք, որ ես ասում եմ ազնիվ ձեզ, որ կոնկրետ ես այդ ձևի լրագրող եմ, այդ ձևի անձնավորություն եմ, որ ես կյանքում ձեզ հետ հաց ուտելու ժամանակ չեմ կարող ես պատկերացնել ոնց կարամ ես մարդու, որը ինձ դավեր է անում, որը ինձ հետ նստած խոսում է, ես իրան զապիս անեմ։ Այդ առաջինը։ Երկրորդը, կյանքում ինչքան ասել են կարաս, մենք քեզ գումարտակ, սրանց ցեղ շպրտես, դրանց ցեղ շպրտես, ես կյանքում ոչ մեկից չեմ ստացել, ոնց են հայերեն ասում, չեմ ստացել հանրարարություն, да, Карен, спасибо большое. Вот Карен может подтвердить мои слова. Չեմ ստացել հանրարարություն ոչ մեկից Հայաստանի Հանրապետության տարածքում եւ ընդհանրապես, որ ինչ որ մեկի ոտի տակ ես պետքա քանդեմ եւ չեմ ստացել կյանքում ոչ մեկից $1 դրա համար, որ ինչ որ մեկի ոտի տակ պետքա ես քանդեմ կամ ինչ որ մեկի վրա պետքա կլաուզա գրեմ եւ այսօր, երբ մենք նշում ենք լրագրողի օրը, ես ուզում եմ իմ հետևորդներիս եւ YouTube-ում եւ Facebook-ում ասեմ, որ դուք կարաք ինձ վրա վստահ լինեք, որ ես եմ մարդն եմ, որ Հայաստանում չկա մարդ, որ ես փող եմ վերցրել, որ ինչ որ բիզնեսմենի վրա ցեղ շպրտեմ կամ չգիտեմ ինչ որ մեկի վրա, հա, ոտի տակը քանդեմ։ Վստահ եղեք, որ 7-րդ տարին, եթե ես ինչ որ մեկին քննադատում եմ, լինի դա Տաշիր Սամոն, լինի դա Ղարաբաղյան կլանը, լինի դա գեներալները, լինի դա Ռոբերտ Քոչարյանը, դա իմ մտքերս է, ժողովուրդ ջան, իմ մտքերս է։ Այսինքն այն ամենը, ինչ ես գրում եմ, գուցե մարդիկ չհավատան, բայց հավատացեք, ես ասում եմ հիմա լուրջ բաներ։ Այն ամենը, ինչ դուք կարդում եք, մարդիկ, չգիտեմ, իրանց համար հեքիաթներ են հորինում, որ իմ հետևս մարդ է կայնած, ինձ ասում է սենց գրի, ինձ ասում է նենց գրի, երդվում եմ, Աստված հիմա տենում է վերևից, երդվում եմ, որ սա իմ գրածս դա իմ մտքերս է։ Ինձ չունեմ ոչ մի հրամանատար, ես ապրում եմ մի հատ երկրում, որտեղ գրում եմ ինչ մտածում եմ, հա։ Այո, ես պաշտպանում եմ վարչապետին, պաշտպանում եմ կառավարությունը, քանի որ այդ կառավարությունը ընտրել է հայ ժողովուրդը 2 անգամ։ Այո, ես նայում եմ ինչա խոսում Արարատ Միրզայանը, ինչա խոսում Արմեն Գրիգարյանը, ինչա խոսում Ալեն Սիմանյանը, վարչապետը, Արայիկ Հարությունյանը, հա, իրանց ասածները տենում եմ ինչ են գրում իրանց էջում, մոտավորապես այդ գծով գնում եմ, հասկանում եք, այսինքն էսա իմ գիծս։ Այո, եթե ես տեսնում եմ, որ ինչ որ վտանգ կա վարչապետին կամ կառավարությանը, ես անպայման գրելու եմ կամ ինչ որ падգամավորի օգնական, ահա, ես գրելու եմ, քանի որ սա վտանգ է սպառնում, բայց չկա տենց մարդ, որ ինձ ասի, սենց արա, սենց մտածի, ոնց կարող է ինչ որ մեկը ինձ թելադրի, ես ոնց մտածեմ։ Իմ զգացմունքներս դա իմ սրտի զգացմունքներ կա։ Ոնց կարող է ինչ որ ուրիշ մարդ իմ սիրտս դնի, հա, իմ սրտից տեղը դնի ուրիշ սիրտ։ Դա ոնց կարող է տենց բան լինի։ Եվ եթե կան ձեր մեջ մարդիկ, ովքեր մինչ հիմա մտածում են, որ բոլորը ծախված են եւ Ռոմանն էլ է ինչ որ մեկի հրամանները կատարում, հավատացեք, ոչ մեկ չի կարա այստեղ, հա, ուրիշ սիրտ դնի։ Իմ սիրտս չի կարա ոչ մեկ առնի եւ ոչ մեկ չի կարա ինձ գումարտա եւ ասի սիրտդ պետքա սենց խփի, ոչ թե նենց խփի, հասկանում եք։ Երբ մենք մտածում ենք, բա անհնարին է, այս մարդը սենց ձերսկի խոսում է, անհնարին է, որ հետևը մեկը չկայնի, թե չէ սրան կուտեին, թե չէ սրան կջարդեին, ինձ Հայաստանի Հանրապետության տարածքում ոչ մի մարդ ուժային կառույցներում չի կարող ասի, որ ես հանցագործ եմ, քանի որ ես ոչ մարդ եմ սպանել, ոչ զենք եմ գողացել, ոչ олиգարխ եմ, ասեմ, նալոգներ չեմ տալ, 2 հատ նալոգա ես սախ տալիս եմ, ես հասարակ մարդ եմ, այսինքն ոչ մեկ չի կարող Հայաստանում ինձ ասի, որ ինձ ինչի համար պետք է ինչ-որ մեկը պատժի, երբ գրում են Ղարաբաղցիները կամ Ռուսաստանի հայերը կամ առանձին համբալները, չկա ոչ մի պատճառ, որ ինչ-որ բանի համար կարան ինձ քննիչները կամ չգիտեմ ԱԱՑ-ն պատժի, ինչի համար պետք է պատժի։ Նալոգները մուծում եմ, այո, ես խոսում եմ եթերներում, շատ, այսպես ասած, համարձակ, հա, եւ մարդիկ չեն սովոր, որ մեզ ունենք, հա, խոսքի ազատություն եւ այդ, այսպես ասած, այդ իրավիճակում մենք իրավունք ունենք այս ձևի դուրս գանք եթեր ու խոսանք ինչը մենք մտածում ենք, բայց երբ դուք կարդում եք հեքիաթներ, որ Ռոմանին էսա բռնելու են, ժողովուրդ ջան, Ռոմանը ամենավերջի մարդն է, ում պետքա բռնեն կամ էլ ձերբակալեն։ Մեզ ունենք այնքան բանդիտներ, այնքան հանցագործ, ում մասին ես խոսում եմ, եւ այսօր
ես ուզում եմ ձեզ ազնիվ ասեմ, չկա Հայաստանում կամ Ռուսաստանում ոչ մի լրագրող, ոչ մի կայք, ով ատում է Ռոման Բաղդասարյանին, չկա տենց բան։ Եթե դուք տեսնում եք, որ ինչ-որ լրագրող կամ կայք գրում է իմ մասից, իմ դեմ, դա մի բան է նշանակում։ Երբ Ռոման Բաղդասարյանը քննադատում է գեներալը, չինովնիկ, բանդիտներ, այդ մարդիկ դիմում են բլոգերին, լինի դա եվրեյ, լինի դա իրանք չեն կարա ինձ հետ напрямую կռվեն։ Տեսեք, երբ ես քննադատում եմ Արա Աբրահամյանը, Արա Աբրահամյանը չի կարա դուրս գա եթեր ու գորգորա ինձ վրա։ Ինչ անում Արա Աբրահամյանը։ Տարբեր կայքերին ասում դուք տարբեր ձևի ցեղ շպրտեք այս տողու վրա։ Այս ժողովուրդը լսում է Ռոման Բաղդասարյանին, դուք սաղ իր դեմ գրեք, ցեղ շպրտեք, որ ասեն, չէ, սա դավաճան է, սա վատնա, սա նենց է։ Էլ ինչեր չեմ լսել ստեր, գիտեք։ Օրինակ ես այնքան ազնիվ եմ, ձեզ ասեմ, չէ։ Այս մարդիկ ուզում են ինձ վիրավորեն, հա։ Արդեն ամեն ինչ ասել են իմ մասից, սաղ սուտ է դուրս եկել, բայց լավ։ Չգիտեն ոնց ասեն Ռոման Բաղդասարյանը մարդ է սպանել, չեն կարող ասեն, որ մարդ եմ սպանել, չեն կարող ասեն օլիգարխ եմ, փող եմ գողացել, չեն կարող ասեն, որ ես գեներալ եմ, զենք եմ գողացել։ Ամեն անգամ ինձ վիրավորում են մանավանդ Ռուսաստանի Ղարաբաղի հայերը եւ Ղարաբաղի հայերը գրում են պիդարաստ։ Եթե ինձ նայում են Ղարաբաղի հայերը, հարգելիներս, պիդարաստը ձեր ղեկավարն է, 8 տարի որ ձեր ղեկավարն է եղել, եկեք մի մոռացեք, որ Ղարաբաղյան կլանի ղեկավարը, որ 8 տարի եղել է Հայաստանի ղեկավարը, կակրաս պիդարաստ է, քանի որ ձեր շեֆը Ղարաբաղյան կլանի ղեկավարը քնում է եւ տղաների հետ եւ կանանց հետ, դա բոլորի համար պարզ է։ Եվ եթե առանձին Ղարաբաղցի ուզում է վիրավորի լրագրողին եւ պիդարաստ իրան ասի, ես հիշեցնում եմ Ղարաբաղցիներին, որ ձեր սիրած ղեկավարը, ով 8 տարի եղել է ղեկավար, իր սիրականը սարքել է փոխվարչապետ, մի մոռացեք դրա մասին։ Ձեր շեֆը, Ղարաբաղյան կլանի շեֆը, քնել է իր սիրականի հետ եւ հիմա իր սիրականը, իր գրասենյակի ղեկավարն է։ Մի մոռացեք, որ Ղարաբաղյան կլանի ղեկավարը քնել է հերոստատեսության տնօրենի հետ, ում սպանել է, այն տղուն ինքն է, չէ, սպանել իր սիրականը։ Բայ ախպեր ջան, եթե դուք Ղարաբաղյան կլանն եք պաշտպանում, ոչ միտեղ մի ասեք ինչ որ մեկին պիդարաստ, քանի որ բոլորը գիտեն հայ ազգը, որ գլխավոր պիդարաստը ով տղաների հետ քնում է, Ղարաբաղցիների շեֆն է։ Մի մոռացեք դրա մասին։ Այնպես որ հաջորդ անգամ եթե դուք ուզենաք, չեք իմանում ոնց վիրավորեք լրագրողին, ասեք պիդարաստ, այո, բոլորը պետք է իմանան, որ ամենակիչը պիդարաստների մասին պետք է ղարաբաղցիները խոսան, քանի որ ղարաբաղցիների շեֆը պիդարաստ է, իսկ իմ շեֆս ես եւ իմ հետևորդներս մենք սիրում ենք վարչապետ Նիկոլ Փաշինյանին, ում ոչ մեկ Հայաստանում չի կարող ասի, որ ինքը պիդարաստ է կամ տղերքի հետ քնում է։ Հասկացաք, այնպես որ կակրաստիկի Փաշինյանը նատուրալ է 100%-անոց, իսկ ղարաբաղցիների շեֆը համ կանանց հետ է քնում, համ տղաների հետ, ես դեմ չունեմ ոչ մի բան, բայց սուս մնացեք, քանի որ ղարաբաղցիները այն մարդիկն են, ում շեֆը պիդարաստ է, հասկացաք, հարգելիներս։ Այնպես որ պետքա դրա մասին խոսալ, որպեսզի մարդիկ ոնց կա պետքա մարդկանց պատմել, սա ամենակարևորն է, ինչ ուզում են թող մտածեն, բայց կարևոր է մարդիկ իմանան, այսպես լրում ենք, բայց գիտեք, մարդիկ երբ մեր վարչապետին ասում են թուրք, հարգելիներս, ձեր ԱԱՑ-ի պետը Կամո Աղաջանյանը 50%-ով ադրբեջանցի է։ Բա դուք տենց ղարաբաղցիները քվրտում եք վարչապետին, բա ոնց է լինում, որ ձեր ԱԱՑ-ի պետը Կամո Աղաջանյանը 50%-ով ադրբեջանցի է։ Ոնց է եղել։ Կամ էլ ձեր կոմանդուշին, ձեր բանակի ղեկավարը Ջալալ Հարությունյան, այդ ինչի է իր անունը ադրբեջանցու անուն։ ԱԱՑ-ի պետը քեսի ադրբեջանցի, բանը նախարարը, կոմանդուշին անունը ադրբեջանական անուն։ Ինչա հայ չունեք, ձեզ հայ անունով տղա չունեք Ղարաբաղում։ Էլի եմ կրկնում, Ղարաբաղյան կլանի ղեկավարը իր հայրը ադրբեջանցի է, ինքը հայ չի։ Քիչ որ ինքը այո պիդարաստ է, հալամ ադրբեջանցի է, մի մոռացեք դրա մասին։ Երբ դուք մեր վարչապետին ասում եք թուրք, թուրքը ադրբեջանցին ձեր Ղարաբաղյան կլանի ղեկավարն է։ Դա չի նշանակում, որ ես վատ եմ վերաբերվում ուրիշ ազգերին, բայց երբ դուք ուզում եք ինչ-որ մեկին վիրավորեք, կներեք, մենք վերջի 6 տարին մեր ղեկավարը ընտրել եք հայ, ում ունի հոյակապ ընտանիք եւ ով սիրում է իր կնգան։ Իսկ ձեր ղեկավարը իր կնգա վրա կյանքում չի նայել, այսպես ասած, հա, այն տեսքով, որով նայում է վարչապետը մեր, հիմիկվա հայ ազգի վարչապետը, հայ ազգի ղեկավարը։ Շարունակենք, հարգելի բարեկամներ, ես ասեմ, որ այն որ ես իմ եթերում ասում եմ,
Լրագրողը ինչքան էլ իր փողի պակաս լինի, ինքը պետքա կեղտոտ բաներ չանի։ Ես վստահ եմ դրա մեջ։ Վստահ եմ։ Եվ այսօր այո լրագրողի օրն է, լավ է սոված մեռնեմ, քան թե ես փողով ինչ որ մեկի ոտի տակ քանդեմ։ Դա անհնարին է։ Հիմա դուք հարց եք տալիս, ինչ ուժով ենք մենք նկարում այս սյուժեները։ Բա ո՞նց եք նկարում Ռոման ջան։ Դուք вообще ո՞նց եք ապրում Հայաստանում։ Ագին մարդիկ ինձ հարց են տալիս։ Դուք ո՞նց եք ապրում։ Ես առաջ ասում եի, որ ես вообще պարտավոր չեմ դա պատմեմ, բայց ասեմ, որ Ուկրաինայի պատերազմից հետո ես ինչ եղել է Ռուսաստանում վաճառել եմ, սաղ տներ, ունեցվածք, զրո եմ սարքել Ռուսաստանում եւ տեղափոխել ակցիաներ, ավանդներ եւ ամեն ամիս աշխատավարձ եմ ստանում, հա, այսպես ասած, իմ այդ գումարներից, որը ես ներդրել եմ բանկային համակարգը, ու այդ գումարներով ապրում եմ։ Ինչ մնաց սյուժեները, որը նկարում եք, լինի դա տաքսի, լինի դա մոնտաժ, լինի դա հայկական տեքստեր, որը ես թարգմանում եմ, հա, այո, մեր հետևորդները ես ուզում եմ հիշեցնեմ, որ մոտավորապես 3.5-4 տարի առաջ ես սկսել եմ այդ սյուժեները նկարելը։ Սկզբից ինձ օգնել է Արուշանյան ընտանիքը եւ Գոհարը, Իսպանիայից իր ամուսնու հետ, իրանք ինձ օգնել են առաջի համարյա 1 տարին, դա եղել է մոտավորապես 3 տարի առաջ։ Մի անգամ ինձ օգնել է, դա եղել է 2 տարի առաջ $500 տվել Ուսիկ Մարկոսյանը։ Անցած տարի ինձ իմ ծննդյան օրս օգնել է սյուժեների վրա շատ լավ ընկեր Իսրայելից, հա։ Այսինքն հետևորդների գումարներով մենք այդ սյուժեները անում ենք։ Օրինակ պրոմո ռոլիկ եք նկարել, որը իմ սյուժեների մեջ չի մտնում, Գեղարքունիքի մարզի մասին եւ իմ լավ ընկեր բիզնեսմեն Գեղարքունիքից ինքն է Հակոբ Կարամփելյանին գումարը տվել, այդ կվադրակոպտերը մոնտաժը, որ Հակոբը անի, օրինակ, հա։ Այս ձևի է նկարվում։ Հա, մեկ ինձ ասում են Ռոման ջան, սա նկարեք, նա նկարեք, Ժորժ ջան, ինձ չունեմ այդ ձևի հնարավորություն, հա, որ օրը 10 հատ սյուժե նկարեմ։ Այսինքն այն ինչ ես ցույց եմ տալիս, դա է իմ հնարավորությունս։ Դրանից դուրս չեմ կարա, այսինքն ես դա անում եմ հեռախոսից, պատկերացրեք, հեռախոսի վրա նկարում եմ, ուրիշ հեռախոսա, որը դուք հիմա տենում եք, հոյակապ հեռախոս ունեմ, դրա վրա նկարում եմ, հետո տանում եմ ստուդիայում դա անում են, հա, նախադասություն են գրում, էֆեկտներ են տալիս։ Մենք երկու հոգով անում ենք այդ սաղ աշխատանքը։ Ինչ չունեմ, ոչ ստուդիա, ոչ պրոդյուսեր, ոչ ռեժիսոր, ոչ ավտո ունեմ, այսինքն ոչ մի բան չունեմ։ Եվ մենք երկու հոգով անում ենք սաղ այդ աշխատանքը։ Այդ տեքստերը ես գրում եմ, թարգմանում եմ հայերեն, գրում եմ, եթերները ես եմ անում, իսկ սյուժեները գնում եմ մարզեր կամ Երևան նկարում եմ կամ ուրիշ երկրներ ու ցույց եմ տալիս իմ այսպես ասած ռեսուրսներն եմ գցում, որովհետեւ դուք տեսնեք ու նայեք։ Այնպես որ երբ մարդիկ մտածում են, թե ինչ որ, չգիտեմ, մարդիկ կամ միլիոններ են տալիս, մենք կարանք ահագին բաներ նկարենք, տենց բան չկա, տենց բան չկա։ Նորից շնորհավորում եմ բոլոր լրագրողներին այս տոնի կապակցությամբ եւ ասեմ, որ մեզ շատ ունեք լավ լրագրող, բայց երբ դուք նեղանում եք, ասում եք, այս լրագրողը կեղտոտ է բան, գիտեք, ինչքան մեզ ունեք վատ բժիշկ, այնքան էլ վատ լրագրող ունեք, ինչքան ունեք վատ գեներալ, այդքան էլ վատ լրագրող ունեք, ինչքան վատ վարորդ ունեք, ովքեր ամեն օր ավարիա են անում, այդքան էլ կեղտոտ լրագրողներ ունեք, ինչքան սուտասան հարևան ունեք, սուտասան ամուսին, սկիսուր, հարսիկ, այնքան էլ սուտասան ունեք լրագրող։ Այնպես որ գիտեք ինչ, մենք մեկ ես լսում եմ լրագրողները տականքներ են, հարգելիներս, լրագրողների մեջ նույն այդ տոկոսն է սրիկանների։ Ինչքան կա բժիշկների մեջ, չգիտեմ, ոստիկանների մեջ, ամեն տեղ էլ կան կեղտոտ մարդիկ։ Գիտեք թե ԱԱՑ-ում կամ քննչական կոմիտեն չունենք, մենք կեղտոտ մարդիկ ցավոք սրտի ունենք։ Եվ այո, այդքան էլ կեղտոտ մարդ կա լրագրողների մեջ։ Բոլորից սիրում եմ, հարգում եմ եւ ամենալավն եմ ցանկանում, աղոթում եմ ձեզ համար եւ ամենակարևորը, ամեն ինչը լուծվող հարցերը, ամենակարևորը ձեր առողջությունը լինի լավ։ Քրիստինա ջան, քեզ էլ մեծ բարևներ, հյուրը, սպասիբա։ Ամենակարևոր առողջությունն է։ Մնացածը հեչ բաներ է։ Առողջություն մեր հետևորդներին, իմ եղբայրներին եւ քույրերին, ամենալավը։